Բաքրատ arczepiskopos Գալստանյանի եւ մյուսների գործով դատական նիստը, Տաշիր կապիտալ ընդդեմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ընդհանուր կապ կա Սյունիքի, Գրենլանդիայի եւ Ուկրաինայի միջև, Ալեն Ղևոնդյանի հարցազրույցը, Փաշինյանը Իրանի դեսպանի հայտարարության եւ ահաբեկիչներին գերիների հետ փոխանակելու մասին, Ֆիդանը հայտարարել է, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության առաջիկա ընտրություններում առաջատար է, Թրամփի կամրջի վերաբերյալ Ռուսաստանի կարծիքը միանշանակ բացասական է, կարծում է Ալեքսեյ Անատոլի Մատվիչուկը, Ռուսաստանի Դաշնությունը փափուկ ուժի վրա $165 միլիոն կծախսի, եւ ինչ է նախապատրաստում Վաշինգտոնը Իրանի դեմ, դրանք այս թողարկման հիմնական թեմաներն են, դուք դիտում եք Alpha News-ում ժամը 9-ի հիմնական թողարկումը, ես Կարմիր Զաքարյանն եմ, բարև ձեզ։ Լոս Անջելեսյան տաղավարից ինձ հետ կաշխատի Ռոբերտ Գասպարյանը։ Ռոբերտ։ Ողջույն Գառնիկ, ողջույն հարգելի հեռուստադիտողներ, այսօր Լոս Անջելեսյան տաղավարում մենք խոսելու ենք Միացյալ Նահանգների Իրան հարաբերությունների մասին, ինչպես նաև ներկայացնելու ենք հարցազրույցներ, մասնավորապես Մարինա Սամսոնի հետ, որտեղ քննարկվելու է առողջապահական համակարգում բացահայտված մի քանի սկանդալային բացահայտումների միլիարդավոր խարդախությունների մասին, որոնցում շրջանառվում են հայերի անունները, ինչպես նաև զրուցել են Գլենդելի քաղաքային խորհրդի տեխնացու Գևորգ Գրիգորյանի հետ։ Շնորհակալ եմ, Ռոբերտ։ Եվ այսպես, այսօր կայացել է arczepiskopos Բագրատ Գալստանյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Ինչպես վերջին շրջանում, այսօր էլ դատական նիստը սկսվել է ուշացումով, նշանակված ժամին բացակայել են մեղադրյալների մի մասը, փաստաբանները եւ դատախազները։ Դատախազները դատարան են ներկայացրել հերթական միջնորդությունը, որով մեղադրում են պաշտպանվող կողմին դատարանի դալիճում քաղաքական հայտարարություններ հնչեցնելու համար։ Պաշտպանական կողմը բացառք է հայտնել դատավորին, ով թույլ է տալիս, իբրև թե որը թույլ է տալիս դատարանի դալիճում քաոս տեղի ունենա։ Փաստաբաններն արձանագրել են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ տեղի ունենում քաղաքական հետապնդում, ինչն արգելված է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով։ Բաքրատ arczepiskopos Գալստանյանը հայտարարել է, որ կշարունակի գնահատականներ տալ, քանի որ իր հանդեպ գործողությունները համարում է վիրավորական։ Դատարանը դատախազների ներկայացրած ընդունել է որպես հայտարարություն, հիշեցնելով, որ դատարանը քաղաքական չեզոքություն է պահպանում։ Բաքրատ arczepiskopos Գալստանյանը դատական նիստի ժամանակ իր խոսքում արձանագրել է, որ մեղադրող կողմը արդեն ավելի քան 7 ամիս չի կարողանում դատարանին բավարար ապացույցներ ներկայացնել։ Ժամանակը անցել է 7 ամիսը պատվարժան դատարան։ Փորձաքննության ուզում եմ ապացույցը տեսնել ես, որ այս մարդկանց անունները ներառյալ իմը, իմ ազգանունը իրենք են թե ոչ, մոնտաժված են այդ տեքստերը թե ոչ, որ գրվածը չի լսվում, 50%-ից ավել գրվածը չի լսվում, այդ չի լսվումները իրանք դիտմամբ են ջնջել, թե իսկապես չի լսվում, և այսպես շարունակ, բառեր ավելացված են թե ոչ, հիմա տեքստը, էջերով, հատորներով, այդ բոլորը կամ տեսել են կամ ոչ, դուք էլ անցյալ անգամ ասացիք, որ դուք չեք լսել, բայց դա կարևոր չի, չէ՞։ Բնականաբար դատարանը պետք է հետազոտի այդ ժամանակ։ Այո, հետազոտելուց առաջ, ապացույցները հետազոտելուց առաջ, մեկ էջանոց թուղթ կա փորձաքննություն անցած լինելու մասին, մեկ էջանոց ընդամենը, 30 հատոր չեն։ Ինչպես եք ուզում, որ ես ընդունեմ օրինական մյուս մարդիկ, որ այդ խոսակցությունները ապացույց կոչվածները, որոնք ես ասում եմ, եւ խնդրում եմ այսպես վերնագրել, սրանք միգուցե փաստեր են, բայց ապացույցներ չեն։ Այսօր վարչական դատարանում նաև կայացել է Տաշիր կապիտալ ընկերության հայցի ներողություն քննությունը։ Տաշիր կապիտալը վիճարկում է Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşնետիրական ընկերության կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։ Ընկերության փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները լիցենզիան հետ կանչելու եւ ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին ընդունվել են առանց համապատասխան հիմքերի եւ գործի հանգամանքները հաշվի առնելու եւ սխալ են մեկնաբանվել ի սկզբանե։
Տաշիր կապիտալի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որ դատաքննության ընթացքում որպես երրորդ կողմ ներգրավեն Հեցին, նաև Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, ով ներկա չէր դատական նիստին։ Խնդիրը շատ պարզ է, հաշվի առնելով, որ մի միջնորդության մեջ երրորդ կողմը ցանկանում ներգրավել հանձնաժողովի նախագահի, որը միանձնյա կատարել է որոշակի գործողություններ, եւ ժամանակավոր կառավարչին, որը վարույթին հետևել է, տեսել է, որ այդպես որպես ամեն դեպս օրենքով ոչ ճիշտ, որպես մասնակից է մոտավորապես ներգրավել, որտեղ իրավունք է ունեցել որոշակի տեղեկություններ անելու եւ այլն։ Հիմա ես չեմ կարող հասկանալ կոնկրետ պատասխանողներին, ինչի համար մենք ունենք համոզմունք, որ մենք չենք կարող տվել, հարցեր չունենք իրանց, մեր համար ամենից պարզ է, բայց ունենք համոզմունք շատ լուրջ եւ կարծում եմ բավարարելու դեպքում, երբ որ այդ անձին կլինեն այստեղ, դուք եք վերջում կարծում եմ կհամոզվեք, որ իրենց այստեղ ներկայանալ, իրենց այստեղ լինելը եւ երրորդ կողմ լինելը դատարանի համար ավելի լույս է սփռելու եւ ավելի ճիշտ բժշկադարձված եւ ավելի արդար որոշման գնալու խնդիր է։ Հիմա կարող եմ ներքին սա հետորական հարցով ներքին համոզմունք ունենալ, որ խուսափում են գալ, որպեսզի դուք ամեն ինչ չիմանաք, օրինակ։ Սա հարցը հետորական է։ Որովհետեւ եթե խոսում ենք երկու բարձրագույն պետական պաշտոնյայի մասին, ինչպես իրենք ամեն դեպքում ներկայանում են եւ այդպես մոտավորապես կա, որն է խնդիրը։ Ինչ են այսպես լուրջ պաշտպանվում, որ չկան։ Հասարակ ժողովուրդը թողնում չէ։ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես ի պատասխան արձագանքել է Իրանի դեսպանի նախօրեին արած հայտարարությանը։ Դեսպանը երեկ հայտարարել էր, որ Թերանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք եւ ամեն ինչ արել ենք եւ կշարունակենք անել Իրանի Իսլամական Հանրապետության մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Դուք տեղյակ եք, որ մենք Հայաստանում ընդհանրապես 2018-ից այսքոմ Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել։ Եվ մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է։ Այլ բան, որ մենք այո կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ որևէ այլ դեսպանատան աշխատանք եւ մենք ուշադիր կհետևենք այդ թվում մտահոգություններին կապված այդ իրավիճակի հետ եւ մեր ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում իհարկե բոլոր միջոցները կապահովենք, կձեռնարկենք, որպեսզի բարեկամական եւ եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա եւ ընդհակառակ այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացնեն համապատասխան վարույթներ։ Ես գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքերով։ Ինչ վերաբերվում է թրիփի հետ կապված, դուք գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահը օգոստոսին այց ունեցավ, օգոստոսի 19-ին էր կարծեմ, Վաշինգտոնի գագաթաժողովից 10 օր անց, մենք շատ հանգամանալից երկար մանրամասն զրույց ենք ունեցել եւ ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, բայց մենք նաեւ ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում մենք պատրաստ ենք եւ մենք անընդհատ կապի մեջ ենք եւ պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր նույնպես ծագում են։ Ինչպես ստացվեց, որ Բաքուն ազատ արձակեց մեր 4 հայրենակիցներին, իսկ Երևանը հենց նույն օրը բանտից ազատեց 2 սիրիացի ահաբեկիչների, այսօր նաև այսպիսի հարցադրում է հնչել։ Արդյոք սա գործարքի արդյունքում է տեղի ունեցել գերիների վերադարձը եւ իրավապաշտպանները նշում են նաեւ, որ եթե այդպես է, վարձկանները տրվել են գերիներ վերադարձվելու դիմաց, ապա սա շատ աննշան անհամաչափ գործարք է, արդյոք դուք կիսում եք այս կարծիքը։ Շնորհակալ եմ։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ
եւ այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ այսօր հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան ու ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ եւ խորհրդապահական առանձնազրույցներ են ունեցել Վագիվ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի եւ Վիգեն Էուլջեկչյանի հետ քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող հարցեր։ Վագիվ Խաչատրյանին Մարդու իրավունքների պաշտպանը տեսակցել է Նորք Մարաշ բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ պաշտպանը քննարկել է անձի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքին առնչվող հարցեր եւ շնորհակալություն հայտնել բուժանձնակազմին մասնագիտական եւ բարեխիղճ աշխատանքի համար, մասնավորապես ասված է հաղորդագրությունում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը այսօր շասուլիսի ժամանակ անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեմային։ Նա մասնավորապես ասել է, որ Թուրքիան հուսով է տեսնել Զանգեզուրի միջանցքի իրականացումը այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է կենտրոնական միջանցքի համար։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով ավելի լայն ռազմավարական համատեքստում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարևոր է նաև տարածաշրջանային առումով, մասնավորապես Նախիջևանը մայրցամաքային Ադրբեջանի հետ միավորելու համար։ Մեջբերում կենտրոնական միջանցքը օգտակար է նաև Թուրքիայի համար, քանի որ այն թույլ է տալիս նրան այս երթուղով ուղիղ մուտք ունենալ թուրքական աշխարհ եւ կենտրոնական Ասիա։ Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են տարվում։ Երբ Հայաստանի արտգործնախարարը գտնվում էր Ամերիկայում, հրապարակվեց մի փաստաթուղթ, այն կոչվում է ճանապարհորդություն, նկատի ունենալով այն, ինչ մենք անվանում ենք Զանգեզուրի միջանցք, ինչպես կարող ենք այն իրականացնել։ Այս պահին կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք կապված են դրա հետ։ Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այս փաստաթուղթը։ Երեք ավելի ուշ ես մոտ 2 ժամ զրուցեցի իմ հարգարժան գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Ֆիդանը նաև ընդգծել է, որ Բայրամովի հետ քննարկել են, թե ինչ է գրված այդ փաստաթղթում եւ առաջիկայում, քանի որ նրանց առաջարկում է նաև առաջիկայում քննարկում ունենալ, քանի որ նրանց տեսակետը շատ կարևոր է նկատի ունի Ադրբեջանի մասին, ավելացնելով նրա խոսքին, ասեմ, որ Ֆիդանը նաև տեղեկացրել է, որ այս թեմայով խոսել են իրենց նախագահի հետ, Էրդողանի մասին է խոսքը։ Թուրքիայի արտգործնախարարը ներողություն ուշագրավ հայտարարություն է արել, նա մեկնաբանել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական առաջիկա ընտրությունների թեման, հիշեցրել է, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու եւ Թուրքիան տեսնում է, որ Փաշինյանը այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում, այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի, ընդգծել է Ֆիդանը, թեման դեռ մինչև թողարկման ավարտը կքննարկենք։ Alpha News-ի տաղավարում այսօր հյուրընկալել էինք միջազգայնագետ Հայակվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանին։ Պարոն Սողոմոնյանի հետ քննարկել ենք Իրան-Միացյալ Նահանգներ, Իրան-Հայաստան, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, նաև խոսել այն մասին, թե ինչ պատճառով Բաքուն վերադարձրեց գերության մեջ գտնվող մեր 4 հայրենակիցներին։ Միջազգայնագետ Հայակվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն է Alpha News-ի տաղավարում։ Պարոն Սողոմոնյան, բարև ձեզ։ Հազար բարի ջան։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանին վերաբերող իրադարձությունները շատ էին, նախ սկսենք գերիների հետ վերադարձի թեմայից։ Բաքուն Հայաստանին վերադարձրեց մեր 4 հայրենակիցներին։ Որքանով էր այս իրադարձությունը սպասելի եւ ինչն է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ Ալիևի մոտ արտանում է ճակերտավոր մարդասիրությունը։ Այն որ մեր հայրենակիցները, որոնք որ պատանդարված էին, ես չեմ ասում գերի, որովհետև գերիները ռազմական գործողությունների ժամանակ գերեվարվող կոմբատանտներն են։ Այս մարդիկ պատերազմական գործողությունների մասնակիցներ չէին։ Նրանք քաղաքացիական անձինք էին եւ պատանդարվել էին ադրբեջանական իշխանությունների կողմից, որոնցից մեկը Վագիվ Խաչատրյանը գողացվել էր, առևանգվել էր Կարմիր խաչի մեքենայից։ Այսինքն տեղի է ունեցել այս մարդկանց առնչությամբ միջազգային քրեական բնույթի հանցագործություն եւ նրանք ապօրինի
կերպով տարիներ շարունակ տաժանակիր պայմաններում պահվում էին Բաքվի բանտերում եւ ենթարկվում էին ֆիզիկական եւ հոգեվոր խոշտանգման։ Եվ նրանք ոչ թե ազատ են արձակվել բարի կամքի արդյունքում Ալիևի, այլ փոխանակվել են սիրիացի վարձկան մարդասպան ահաբեկիչների հետ, որոնց գործունեությունը ինքնին միջազգային քրեական դատարանի դրույթներով սահմանվող հանցագործություն է։ Այսինքն տեղի ունեցել ոչ թե հայ գերիների ազատում, ինչպես որ մենք ասում ենք, թեև ազատման փաստը շատ ուրախալի է եւ փառք Աստծուն, որ այդ մարդիկ եկան հասան իրենց ընտանիքներին եւ Աստված նրանց առողջություն տա, բայց երևույթը որպես այդպեսին երբ որ նայում ենք, դա չի կարելի վերագրել Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական հաջողության։ Տեղի ունեցել հայ պատանդարված անձանց փոխանակում 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական ուժերի կողմից գերեվարված սիրիացի վարձկան ահաբեկիչ մարդասպանների հետ։ Սա է, որ պետք է մենք իմանանք։ Իսկ ինչպես ընկալել այն երևույթը, երբ դեռ գերիների մասին ինֆորմացիան նոր էր տարածվել, Փաշինյանը իր էջում գրառում է անում, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էվջեկչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար, նրանք տեղափոխվում են Երևան։ Պարոն Սողոմոնյան, մենք դեռ գիտենք օրեր առաջ Սամվել Կարապետյանի դեպքի հետ կապված մարդը երկկողմանի թոքաբորբեր բողոք չէր ներկայացրել, գանգատ չէր ներկայացրել, բժիշկներն էլ ասել են, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Սա ինչպես հասկանալ այս։ Նիկոլ Փաշինյանը, որովհետև Հայաստանի գլխավոր բժիշկն է նաև, գլխավոր խադավիկն է, գլխավոր էներգետիկն է, գլխավոր ֆինանսիստն է, ինքը ամեն ինչից հասկանում է։ Իհարկե ես սա սարկազմով ու հեգնանքով եմ ասում։ Այս օրերին 3 տարի առաջ, երբ որ տեղի ունեցավ Ազատ գյուղի զինվորների կացարանի հրդեհը, ինքը քննչական կոմիտեի ֆունկցիաներ իր վրա վերցնելով ինչ որ գնահատականներ տվեց։ Հիմա այն օգտագործելով, չարաշահելով իր լիազորությունները, իմանում է տեղեկություններ այն մարմիններից, որոնք իրավասու չեն իրեն փոխանցել այդ տեղեկությունները, բայց ինքը ինչ ձևերով իմանում է այդպիսի տեղեկություններ տարբեր մարմիններից եւ այդպիսի մերկապարանոց հայտարարություններ է անում։ Առանց մանրակրկիտ զննության ինչպես կարելի է այդ մարդկանց առողջական վիճակի վերաբերյալ գնահատական տալ։ Նիկոլ Փաշինյանը ինչ անում է, նրա այդ բոլոր քայլերը, հատկապես այս շրջանում, անհրաժեշտ է դիտարկել նախընտրական տրամաբանության մեջ։ Այս քայլը եւս իր համար ներկայացնում է ինքը որպես շատ կարևոր նվաճում, դիվանագիտական հաջողություն, խաղաղության ճակերտավոր օրակարգի համատեքստում, որ տեսեք, Ադրբեջանի հետ խաղաղություն է, բենզին ենք առնում, ցորեն ենք ներկրում, գերիներ ենք բերում եւ այլն։ Ալիևի կողմից նույնպես այս տրամաբանությունը պետք է փնտրել։ Բնականաբար Ալիևի եւ Էրդողանի համար շատ կարևոր է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը եւ նրանք մանր-մունր խորհրդանշական բնույթի զիջումներ անում են եւ այդ մասին հայտարարել են։ Ես իհարկե ներողություն եմ խնդրում այդ արտահայտությանս համար, որովհետեւ ես եթե սա համարում ենք մեր քաղաքացիների վերադարձը մարդկային տեսանկյունից նորից եմ ասում շատ կարևոր է եւ գնահատելի է, բայց միջազգային քաղաքականության կշռի տեսանկյունից սա մանր զիջում էր, զիջում էլ չէր, ախր ես ընդհակառակը զիջում չէր, պարզապես Փաշինյանին ոնց որ ասած նախընտրական նվեր էր Ադրբեջանի կողմից, բայց մինչև հունիս դեռ շատ կա։ Այո, դե մինչև հունիս կա եւ հույս ունենանք, որ էլի գերիներ կա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հնարավոր է որ էլի լինեն, բայց ես ուզում եմ հիշեցնել Էրդողանի հայտարարությունը դեկտեմբերի կեսերին, երբ որ ասում էր մենք խորհրդանշական քայլեր կանենք Հայաստանի հետ հարաբերությունների, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համագործակցության բարելավման ուղղությամբ խորհրդանշական քայլեր կանենք։ Իսկապես այդ քայլերը խորհրդանշական են։ Իրական խաղաղության տարրեր, նախադրյալներ չեն պարունակում։ Հարցազրույցի շարունակությունը կարող եք գտնել Alpha News-ի բոլոր հարթակներում։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալվել էր նաև քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
ով աշխարհաքաղաքական կապ է տեսնում Սյունիքի, Ուկրաինայի եւ Գրենլանդիայի հարցում։ Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հստակեցրել են տարածաշրջանային, այսպես ապաշրջափակման նոր շրջանակը։ Եվ ինչպես հասկանում ենք, սա 2025 թվականի Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական շարունակությունն է։ Փորձենք հասկանալ առհասարակ բազմիցս ենք իհարկե քննարկել ինչ նպատակ ունի, բայց ինչպես դուք կմեկնաբանեք TRIP նախագիծը վերջո։ Ընդհանուր առմամբ ինքը տարբեր շերտեր ունի, եթե մակրո գեոպոլիտիկայի տեսանկյունից նայենք, Միացյալ Նահանգները տեղավորվում է այն հարթակներում եւ այն վայրերում, որտեղ հնարավորություն կա ռազմավարական միջոցների նկատմամբ ունենալ որոշակի վերահսկողություն։ Արևելք արևմուտք, այսպես եւ թուրանիզմի, այսպես միջանցքային տրամաբանության ներքո Միացյալ Նահանգները գործիք է վերցնում իդեմս այդ TRIP ծրագրի եւ խնդիրը ամենևին այդ 47 կիլոմետրանոց տարածքը չի։ Խնդիրը առհասարակ ամբողջ Սյունիքն է։ Ռեսուրսների վերահսկման տեսանկյունից շատ հետաքրքիր մի օրաչափություն կա։ Ինչ ընդհանուր կապ կա Սյունիքի, Ուկրաինայի եւ Գրենլանդիայի միջև, ինչի մասին անդադար խոսում են Միացյալ Նահանգները։ 3 հատվածներում էլ հազվագյուտ մետաղական հալածողներ կան։ 3 հատվածներում էլ, այսինքն Ուկրաինային իրենք վերցրել են արդեն, TRIP-ը իրացվում է, հետագայում ինքը տարածվելու է միանշանակ, Գրենլանդիայի մասին հավանաբար դուք տեղյակ եք եւ բոլորս տեղյակ ենք, Գրենլանդիան ունի ահռելի մեծ ծավալներ, այսպես հազվադեպ մետաղական հանածոների։ Պրոցեսի տեսանկյունից գործընթացային առումով այո, սկսել է դետալիզացիան, որոշակի գործընթացներ, թե ով ինչ ոնց եւ այլն, ինչ ժամանակահատվածում, ինչ մասնաբաժիններով եւ այլն, հա։ Դրա շուրջ կա մի այսպիսի հանրային դիսկուրս, ու հանրային չէ, շատ մանիպուլատիվ դիսկուրս, որ Հայաստանի ինքնիշխանությունը հաստատում է եւ անբեկանելի է, չի կարող այդպիսի բան լինել, եթե դու առնվազն այդ ընկերության մեջ ունես սակավ թվով, այսպես բաժնեմասեր, Պրոցեսը հանգեցնում են տնտեսական գործիքակազմի, տնտեսական կառույցի, ՍՊ-ի եւ այլն, բայց իհարկե այդպես չի, որովհետեւ այստեղ մեծ գեոպոլիտիկա է եւ իդեպ Ադրբեջանն էլ կողքից չի նայում այդ ամեն ինչի մեջ, բոլորը այստեղ փայատերեր են։ Ադրբեջանի համար իդեպ մի քանի այս պրոցեսից մի քանի օր առաջ Իլհամ Ալիևի հարցազրույցն էր, որտեղ ասացինք անկախ նրանից թե անունը ինչ կդնենք, դա մեր համար Զանգեզուրի միջանցք, հենց միջանցք, իսկ միջանցքը միջազգային իրավունքի տեսանկյունից որքան էլ տարօրինակ է այդ բառը, ես օգտագործում եմ, բայց այնուամենայնիվ փոքրերի համար միջազգային իրավունք կա, իրենց համար դա լինելու է միջանցք Նախիջևանը Ադրբեջանին միացնելու ուղղությամբ։ Հայաստանը ցավալիորեն ասեմ, այստեղ դիտորդ է լինելու, բայց կարծես թե աշխարհակարգը նոր ձևավորվում է այս սկզբունքի վրա, որ այլևս փոքր պետությունները բացահայտ լիարժեքորեն ենթարկվելու են մեծերին եւ միջին պետություններին, ու մեր պարագան հենց այդ բացասական կարգավիճակն է սա։ Այս հարցազրույցի շարունակությունը եւս կարող եք գտնել մեր սոցիալական հարթակներում։ Ռազմական փորձագետ Անատոլի Մատվիչուկը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը Թրամփի ուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար նախագծի իրականացման շրջանակի եւ այն մասին, թե ի վերջո Ռուսաստանի Դաշնությունը ինչ դիրքորոշում ունի այս նախագծի հետ капված։ Российское мнение по мосту Трампа однозначно негативное. 2 раза приезжал Пашинян в Москву, он встречался с Владимиром Владимировичем Путиным. Где-то вопросов, что обсуждался, и Путин ему высказал о том, что Сюникский или Зензегорский проход должен стать проходом мира и демилитаризованным проходом, если они хотят, чтобы армянская сторона и азербайджанская мирно существовала в этом проходе. То есть он наметил в том, что ни турки, ни американцы, ни Азербайджан не должны милитаризировать этот проход. Рубио и Мирзоян встретились, и Рубио проговорил о том, что там должна быть частная военная компания, которая будет обеспечивать охрану моста. Что такое частная военная компания? Это военное присутствие Соединенных Штатов Америки в регионе, который никогда им не принадлежал и никогда не был источником их национальных интересов. Сегодня Трамп заявляет о том, что в западном полушарии не
не должно быть войск ни России, ни Китая, а сами в наши полушария перекидывают свои военизированные формирования. Это раз. Второе. Та программа, которую проповедует сегодня Алиев, говорит о том, что этот коридор будет полностью проазербайджанский, протурецкий, и он будет обеспечивать роль соединения материкового Азербайджана с Нахичеванью. Собственно говоря, это будет такой коридор, который часть Армении отсекает полностью от тела Армении и присоединяет его к Азербайджану. Действия России в этом случае могут развиваться по двум направлениям. Первое, это будет дипломатический демарш, когда Россия выскажет свое несогласие с политикой, проводимой на этом направлении. Քաղաքագետ Բենյամին Աթևոսյանն ինձ հետ տաղավարում, Բենյամին այսօր լրագրողների հետ զրույցում Փաշինյանը փորձեց հստակություն մտցնել հայ-իրանական հարաբերություններում, ասաց, որ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նորմալ է եւ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ կանի իր ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, որ เป զի փաստացի Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց այդ ցույցերը այդ ընթացքով շարժվեն, չընթանան, ես այդպես եմ հասկացել։ Ժողովրդավարության սկզբունքները որոնք են Հայաստանի Հանրապետության եւ արդյոք այդ սկզբունքները Իրանի հետ հարաբերություններում դեռ զգացնել կտան։ Նիկոլ Փաշինյանին տարբեր գնահատականներ իհարկե կարող են տալ մարդիկ եւ կապված նաեւ իրենց էսթետիկ պատկերացումներից միջև աշխարհակաղակական մոտեցումներ տարբեր գնահատականներ կարող են տալ, բայց միանշանակ նա միամիտ մարդ չէ եւ շատ լավ հասկանում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի գնահատականը պայմանավորված չէր նրանով, որ ցույց էին արել Իրանի դեսպանատան դիմաց մի քանի տասնյակ իրանցիներ, պատահական չէ, որ ցույցից եւ հայտարարությունից հետո մի քանի օր անցավ, բայց հայտարարությունը եղավ հենց այն նույն օրը, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում փաստացի մենք ինչի ականատես ենք, որ Հայաստանը միանում է հակաիրանական ճամբարին, որովհետև տրամաբանություն են բոլոր փաստաթղթերի, որոնք հրապարակվեցին, վեճ էջանոց փաստաթղթի, այն էր, որ հայ-իրանական սահմանին հայտնվում են ամերիկացիներ մի իրավիճակում, որ Տրամպը ասում է գնացեք դուրս եկեք փողոց, գրավեք պետական շենքեր։ Բա ինչու էր այդ դեպքում Իրանի դեսպանը ցույցերը պատճառ բռնել։ Իրանական դիվանագիտությունը մեր բախտը բերել է այս առումով, որ գոնե Իրանի դեսպանը փոխվել է, որովհետև նախկին դեսպանը հնարավոր նույնիսկ ողջունել թե ցույցերը, թե Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր անդրադարձել է Սոլովյովի հայտնի հարցազրույցին, հնչեցրած մտքին եւ Հայաստանի արձագանքներին։ Դիտենք։ Во-первых, речь идет о мнении журналиста, подчеркну, мнении. Во-вторых, высказано это мнение было, журналист, телеведущий, но оно было высказано на частном канале Соловьев Лайв. В-третьих, я прочитала цитаты, я опиралась не на вырванных из контекста фразах, не на косвенной речи, я опиралась на прямую речь. Так вот, сформулировано это мнение было вообще-то в виде вопроса. Там не было заявления, там был как бы вопрос, не знаю, риторический или там еще какой-то, это уже не ко мне. Помимо всего прочего, в-четвертых, эти фразы были явно, абсолютно очевидно в провокационном виде преподнесены диванными аналитиками чуть ли не как официальная позиция России. Но это просто, знаете, недопустимо заниматься такими манипуляциями. Более того, некоторые комментаторы явно воспользовались случаем, чтобы выпустить в информационное пространство целый ряд не прозвучавших вообще ни в этой передаче, ни в других передачах домыслов и просто откровенных спекуляций о якобы имеющихся у России, как в некоторых сообщениях я видела, даже агрессивных устремлениях в отношении постсоветских государств. Вы знаете, я еще раз в этой связи хотела бы отметить, что официальная позиция высказывается уполномоченными на то официальными лицами. Բենյամ, եթե այս ամենը թարգմանենք ոչ միայն ռուսերենից, այլ նաև դիվանագիտական լեզվով փորձենք հասկանալ, ինչ էր ասում Զախարովան եւ ինչ է կարծում, արդյոք հայկական իշխանությունները նաև սխալ կհասկանան Զախարովայի այս մտքերը։
Շատ հետաքրքիր էր այս ձևակերպումը դիվաննի անալիտիկի բազմոցային վերլուծաբաններ, հա կարող ենք այսպես ասել, օրինակ ստացվում է ԿՊ падգամավորները բազմոցային վերլուծաբաններ են Մարիա Զախարովայի մեկնաբանությամբ, որովհետև հիմնականում այդ հակառուսական հիստերիան հենց իրենք էին տարածում, բայց Զախարովայի նույնիսկ խոսքը այստեղ կարելի է մի կողմ դնել, հետևյալ համատեքստում իշխանությունները շատ լավ հասկանում են մի պարզ բան, որ այն Հայաստանը, որը հետաքրքիր է Ռուսաստանին, այդ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել քաղաքական գործոն։ Իրենք Սալավյովի խոսքի տակ հավանաբար տեսան նմանաբովանդակ զարգացումների կողմնակից ռուսական որոշակի վերնախավ, բայց Ռուսաստանը լավ է սա իշխանության համար թեվատ, ինքը այս մոդելներով ինքը չի աշխատում, այսինքն բարդ է պատկերացնել, որ այսպես բաց հայտարարություն է լինելու դրանից բխող բոլոր հետևանքները, ու ամենակարևորը, եթե մենք վերադառնանք այն բովանդակությանը Սալավյովի ասածի հետ կապված, եթե իշխանությունների համար խնդիրը ինքնիշխանությունն է, սպասում ենք ԱԳՆ-ի հստակ ձևակերպումը, հստակ գնահատականները Արևմտյան Ադրբեջան նախագծի վերաբերյալ կամ նրա վերաբերյալ, որ Հական Ֆիդանը ասում է դե ընտրություններ են Հայաստանում, Նիկոլ Փաշինյանը առաջատար է, մենք էլ սատարում ենք Նիկոլ Փաշինյանի այդ մոտեցումները հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, ինչը մեղմ ասած կարելի է ձևակերպել որպես անուղղակի միջամտություն սպասվելիք գործընթացն, ել չենք խոսում մնացած տնտեսական եւ այլ տիպի բոնուսների մասին, որոնք Թուրքիան եւ Ադրբեջանը տալիս են Նիկոլին, բայց թե ինքնիշխան եք արձագանքեք սրան։ Փաստորեն մենք սաղուն անցանք նաեւ Ֆիդանի հայտարարությունների թեմային, այլ ասելիք չունե, սա ցուցանիշների արձանագրում էր, պարզապես թե նաեւ աջակցություն էր։ Եթե աջակցություն էր, այս աջակցությունը մենք նաեւ հետագայում մի քանի ամսից կտեսնենք։ Մենք այս մի քանի ամսվա ընթացքում աջակցություն ենք տեսնելու եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից, խոսքը բայց ոչ թե Հայաստանին աջակցելու մասն է, այլ Նիկոլ Փաշինյանին, շատ պարզ։ Եթե Թուրքիան նպատակ ունենա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել, իրենք ոչ թե սիմվոլիկ քայլեր կանեն, այլ կգնան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Շատ պարզ օրինակ նույն այս գերիների փոխանակման հետ կապված։ Եթե Ադրբեջանը իրապես մտադրություն ունենար Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, ինչն էր իրենց խանգարում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո այդ մարդկանց վերադարձնել Հայաստանի Հանրապետություն, ինչու պահեցին միջև ընտրությունները, ու եւս մի կարևոր հանգամանք 21 թվականին գերիներին վերադարձեցին, ես հնարավոր է այստեղ օրերի առումով սխալվեմ, 10 թե 7 օր առաջ միջև ընտրությունները, բայց հիմա 5-6 ամիս առաջ ընտրություններից իրենք վերադարձնում են, ինչու, որովհետև շատ լավ հասկանում են, որ 21 թվականի եւ 26 թվականի Նիկոլ Փաշինյանները հանրային աջակցության առումով շատ տարբեր Փաշինյաններ են, ինչքան էլ դու բենզին ուղարկես, ինչքան էլ 1000 անգամ այսպես կոչված խաղաղության պայմանագիր նախաստորագրես, հանրային աջակցություն չկա։ Եվ իրենք փորձում են ներքին լեգիտիմության պակասը այն գլխից լրացնել արտաքին աջակցությամբ։ Հույս ունենանք, սա բնականաբար ամենայն անկեղծությամբ, որ Բաքվից էլի գերիներ հետ կվերադարձվեն թեկուզ այս գնով։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ինչքան շատ մեր հայրենակիցները վերադառնան, այնքան բոլորս ավելի ուրախ կլինենք, ավելի մարդկայնորեն մի փոքր ավելի հեշտ կլինի դիմանալ այն ամեն ինչին, ինչը կատարվում է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է ասենք, որ մարդկայնից բացի կա նաև աշխարհակաղակական, կրկին ասեմ, եթե մարդկայնով ենք նայում, Արցախում էթնիկ զտում իրականացրեցին, դրանից հետո կարծես թե բոլոր հարցերը փակված են, չէ՞ Հայաստանի հետ, բա վերադարձրեք այդ գերիներին։ Տեսնենք Ռոբերտը ինչ կասի, որից հետո էլի թեմա կա քննարկելու։ Ռոբերտ, Իրականում հարգելի գործընկերներ, ողջույն Բենյամին, ես ցանկանում էի մատնանշել գերիների վերադարձի հարցը որպես հերթական այսպես կոչված հաղթաթուղթ եւ այսպես carte blanche թուրքական եւ ադրբեջանական իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանին, բայց ես այսպիսի ոչ թե հարց, այլ առաջարկ տարբերակ դիտարկում ունեմ կապված այս հարցի հետ, որովհետեւ գերիների վերադարձը իհարկե շատ լավ է, բայց միևնույն ժամանակ պետք է արդյոք ձեռնարկել ինչ-որ քայլեր, որպեսզի մինչև առաջիկա մի քանի ամիսը առնվազն եւ եթե ոչ ավելի երկար, որպեսզի գերիների վերաբերյալ շահարկումները քիչ լինեն, այսինքն վերադարձած գերիների, որպեսզի անընդհատ չխոսվի դրա մասին, անընդհատ ջուր չլցվի գործող իշխանության ջրաղացին։ Բացի դրանից գոյություն ունեն նաեւ գաղտնիության հետ կապված հարցեր եւ այստեղ
չես կարծում, որ պետք է որոշ ժամանակ մեր գերիները, որոնք որ վերադարձել են, հարցազրույց չպետք է տան եւ առհասարակ հեռու մնան զանգվածային լրատվամիջոցներից։ Վերջին դիտարկման հետ կապված որևիցե առարկություն չունեմ, եթե շատ ավելի անկեղծ նաև լինենք, մենք սա էլ պետք է հասկանանք, ոչ թե մեղադրանք ենք հիմա հնչեցնում, այլ դա ընդունված պրակտիկա է, չգիտեմ, դեռ 20-րդ դարի սկզբից այս մոտեցումը կար, որ գերությունից վերադարձած անձի հետ համապատասխան ծառայություններ, աշխատանքներ են կատարում, հասկանալու համար ի վերջո հնարավոր է այս մարդուն հավաքագրել է նոտարի երկրյա հատուկ ծառայություններ։ Կրկին ասեմ, ոչ թե մեղադրանք ենք հնչեցնում, այլ մեղսունակության կանխավարկածով ենք փորձում շարժվել, սրա հետ կապված որևիցե առարկություն չեմ կարող ունենալ, իսկապես լավ կլինի, որ մի քանի ամիս այդ մարդկանց հանգիստ թողնեն, բայց ինչը վերաբերում է բուն հարցին, ես կարծում եմ մենք այստեղ նաև ինքներս մեր մասով որոշակի անելիք ունենք, Ռոբերտ, ոչ թե գերիների վերադարձ է տեղի ունեցել, այլ փոխանակում է տեղի ունեցել։ Սրանք երկու տարբեր հասկացություններ են։ Նիկոլ Փաշինյանն ասում է, իհարկե սրանք իրար հետ կապ չեն։ Եթե մենք նույնիսկ հիմա փաստաթուղթ հրապարակենք, ինչպես հրապարակվեց գաղտնի փաստաթուղթ, որ 3 միլիարդ դրամի պարգևավճարներ են բաժանել, Փաշինյանը միևնույն ասելու, այս գործընթացները իրար հետ կապ չունեն։ Ու կրկին այս տեղի ունեցածի հետ կապված տրամաբանական հարց է առաջանում։ Սիրիայի հետ մենք հարաբերությունները խզել ենք, ինչու ենք մենք Թուրքիային հանձնում այդ ահաբեկիչներին։ Իսկ միգուցե հանձնում ենք Թուրքիային, որովհետև թուրքերն էին այդ ահաբեկիչներին բերել մեր տարածաշրջան, ով բերել է, նրան էլ հանձնում ենք։ Տեղի է ունեցել գերիների փոխանակում ու եւս մի կարևոր բան։ Այս մի քանի տարիների ընթացքում մի քանի դեպք եղել է, երբ որ ադրբեջանցիները հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, իշխանությունները ուղղակի բռնել են այդ ադրբեջանցիներին, հանձնել են ադրբեջանական կողմին, բայց 3 տեղի ունեցած ապացուցում է հետեւյալ, որ այդ փոխանակման մոդելը աշխատում է։ Հիմա թող մտածեն այն բոլոր հարազատները, ում մտերիմները արդեն կարող են վերադարձած լինել Հայաստան, եթե Նիկոլ Փաշինյանը այս օրինակով այլ գերիներին փոխանակեր։ Եվ վերջին թեման, Ռուսաստանի նախագահի աշխատակազմը դրամաշնորհների տեսքով կֆինանսավորի ռուսական փափուկ ուժի ընդլայնումը արտերկրում, մասնավորապես կենտրոնանալով Հայաստանի վրա։ Ռուսական ՌԲԿ-ին իր աղբյուրներն են հայտնել, որոշ տեղեկությունների համաձայն նախագծի բյուջեն կկազմի շուրջ 13 միլիարդ ռուբլի, որը կազմում է 165 միլիոն դոլար։ Աշխատանքները կղեկավարի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, այս մասին OS մեդիայի անդրադարձում է ասվում, ինչ սպասել։ Ես կարծում եմ խնդիրը նույնիսկ այստեղ ոչ միայն Հայաստանն է, այլ ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության մոտեցումների վերանայումը հետխորհրդային տարածքի նկատմամբ։ Ի վերջո նաև մենք սա էլ պետք է հասկանանք, Հայաստանը վակուումի մեջ չէ ապրում։ Եվ եթե մենք նաև մեր տաղավարում քննարկում ենք հետևյալը, որ աշխարհում գոտիների բաժանում է տեղի ունենում եւ այնինչ Թրամփը անում է Գրենլանդիայի հետ, Վենեսուելայի հետ եւ այլն հետ, դա աննվար դրսեւորումներից մեկն է։ Եթե դա տեղի ունենում այնտեղ, մեզանում էլ որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենան եւ Ռուսաստանը իր մոտեցումները պետք է փոխի։ Հիմա լավ կլինի, այսինքն իրենք կկարողանան դա էֆեկտիվ իրականացնել կառավարումը այդ միջոցների, թե ոչ, ինչպես են իրենք աշխատելու հասարակությունների հետ, որովհետեւ երկար տարիներ նույն Հայաստանի օրինակով մենք կարող ենք տեսնել հետեւյալը, որ միգուցե էլիտաների հետ աշխատել են, բայց հասարակության հետ գրեթե երբեք կոնտակտի դուրս չեն եկել, չեն բացատրել իրենց մոտեցումը։ Հիմա Հայաստանի օրինակով մենք կտեսնենք, իրենք կարողանում են էֆեկտիվ կոմունիկացվել հասարակությունների հետ, որովհետև էլիտաները գալիս եւ գնում են, ոմանց էլ իշխանություն հանձնում են, դրա համար են իրենք գալիս։ Իսկ կա հասարակություն, որը միշտ եղել է, կա ու շարունակելու է մնալ։ Սա է խնդիրը։ Ու ես կարծում եմ, կրկին ասեմ, սա ոչ միայն Հայաստանին է վերաբերվելու, այլ հետխորհրդային ողջ տարածքին, բայց մենք պետք է նաև հասկանանք հետևյալը, որ միջև ռուսական կողմը որոշում է ներողություն, ուղիղ եթերում ենք աշխատում, մեկ ապացույց, որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, բաներ են լինում։ Տեսեք, միջև մենք այս տեսակ հարցերն ենք քննարկում, մենք պետք է հասկանանք նաև հետևյալը, որ Ադրբեջանն էլ իր մասով է ակտիվություն ցուցաբերում եւ Ադրբեջանը հիմա Հայաստանում նախընտրական ներդրումներ է կատարում, այս ամենի մասին ավելի մանրամասն մեր հարգելի հեռուստադիտողների հետ Եվ այսպես Իլհամ Ալիևի նախընտրական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում, հարգելի հեռուստադիտողներ,
Նկատել եք, չէ, որ Ադրբեջանը վերջին շրջանում բացի նրանից, որ ինչ որ կոշտ հայտարարություններ է անում Հայաստանի նկատմամբ, օրինակ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ քանի ադրբեջանցիները չորոշեն, թե որն է սահմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու հստակեցված սահման, մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ իրենք քայլեր են ձեռնարկում, որոնց դու կարող ես ասել, չգիտեմ, հումանիտար քայլ կամ քայլ, որը ապացուցում է, որ իսկապես կողմերի միջև հաստատվել է խաղաղություն, բայց եկեք ի վերջո հասկանանք, թե ինչ է անում Ադրբեջանը կամ ինչու է նա հենց այս պահին որոշել այս տեսակ քայլեր անել ու սկսեք նաև այդ քայլերը վերլուծել։ Հարգելի հեռուստադիտողներ, իշխանությունները քանիցս արդեն PR են արել հետևյալ թեմայի վերաբերյալ, որ Ադրբեջանից Հայաստան գալիս են տարբեր ապրանքներ, խոսքը առաջին հերթին վերաբերվում է բենզինին։ Ու ինչն է այստեղ հետաքրքիր։ Հայաստանում իհարկե սրա վերաբերյալ այդքան էլ մեծ քննարկումներ չեղան, տեղեկատվությունը սրա վերաբերյալ այնքան էլ լայն չտարածվեց, բայց 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի իշխանությունները սակագներով զբաղվող իրենց հանձնաժողովի կողմից որոշում ընդունեց, որ սակագները նավթամթերքի վրա Ադրբեջանում փոխվում է, դա իր հերթին հանգեցրել է նրան, որ պրեմիում տեսակի բենզինը Ադրբեջանում թանկացել է ու հենց այդ նույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները Հայաստան նավթամթերք են ուղարկում, բենզին են ուղարկում, հենց պրեմիում տեսակի բենզին են ուղարկում այդ պրեմիում տեսակի բենզինը ավելի էժան է ոչ միայն այն պրեմիում տեսակի բենզինից, որը վաճառվում է Հայաստանում, այլ նույնիսկ ադրբեջանցիները այդքան էժան բենզին չեն գնում, ինչպես Ալիևը ուղարկում է Հայաստան։ Այսինքն մենք կարող ենք հասկանալ շատ պարզ բան, ադրբեջանցիները նախընտրական բոնուս են տալիս Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Ալիևը ուղղակի ներդրում է անում Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրի շրջանակներում, նախընտրական այս գործընթացների շրջանակներում։ Բայց մենք պետք է հասկանանք նաև հետևյալը, ռազմավարական առումով Ադրբեջանը իհարկե այստեղ չափազանց լուրջ հարցեր է լուծում եւ իրենց թիվ 1 նպատակը հետեւյալն է՝ ստեղծել պատրանք հասարակության մոտ, որ Ադրբեջանից կարելի է նավթամթերք ստանալ, որ այդ նավթամթերքի մատակարարումները կարող են անխափան լինել եւ անկախ աշխարհաքաղաքական եւ քաղաքական իրողություններից այդ նավթամթերքը մատակարարվելու է Հայաստան, դա էլ իր հերթին նշանակում է, որ այն մատակարարման շուկաները, որոնցից Հայաստանը տասնամյակներ շարունակ օգտվում էր եւ անխափան ստանում էր վառելիք, այդ շուկաներից կարելի է որոշակի առումով նաեւ հրաժարվել, խոսքը վերաբերվում է առաջին հերթին Իրանից եւ Ռուսաստանից եկող բենզինին եւ այլ նավթամթերքին, դե Իրանի մասով արդեն այսօր հասցրեցինք խոսել, տեսեք, եթե Հայաստանը միանում է հակաիրանական դաշինքին, ինչի ականատեսը մենք եղանք ընդամենը մի քանի ժամ փաստացի առաջ, երբ որ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում էր եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները 25% հավելյալ մաքսատուրքեր են դնում բոլոր այն պետությունների վրա, որոնք Իրանի Իսլամական Հանրապետության հետ ինչ-որ բիզնես են անում, տրամաբանությունը հուշում է, որ ինչ-որ մի պահի մենք կարող ենք հրաժարվել նաեւ իրանական նավթամթերքից, դե Ռուսաստանի հետ կապված էլ Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է վերջին շրջանում, օրինակ ասում է, որ կաթողիկոսը դա ռուսական հիբրիդային պատերազմի դրսևորումն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մյուս կողմից էլ ասում ենք Եվրասիական տնտեսական միության մեջ կմնանք այնքան, ինչքան հնարավոր է, այսինքն ռուսական փողերով, եվրասիական փողերով այնքան են մնալու Եվրասիական տնտեսական միության մեջ, մինչև հնարավոր լինի վերջնականապես խզել տնտեսական բոլոր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ ժամանակ արդեն նաև ռուսական շուկայից մենք բենզին չենք ստանա, բայց փոխարենը կլինի ադրբեջանական եւ թուրքական նավթամթերք, ուղղակի իշխանությունները չեն պատմում, որ սրանովից Ադրբեջանին եւ Թուրքիան Հայաստանի վրա ճնշման եւս մեկ գործիք են տալիս, բայց արձանագրենք նախընտրական բոնուս Ադրբեջանի կողմից նավթամթերք Ադրբեջանից Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի համար եւ երկրորդ նախընտրական բոնուսը ինչ է անում Ադրբեջանը նա հենց այս օրերին, հենց այս պահին որոշում է կայացնում փոխանակել ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության հետ արձանագրենք ոչ թե վերադարձրել են գերիներին, այլ փոխանակում է տեղի ունեցել, որովհետև 4 հայ եկել է Հայաստան, 2 սիրիացի ահաբեկիչ արտահանձնվել է փաստորեն Թուրքիայի միջոցով։ Սիրիա, եթե ադրբեջանցիները իսկապես նպատակադրված գնային Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության, ապա այս գերիների փոխանակումը կամ վերադարձը, ինչպես էս պարագայում կասային իշխանությունները, կարող էր տեղի ունենալ 2023 թվականի տարեվերջին, այսինքն Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո իրենք ինչ էին համոզում, որ հիմնական խնդիրը կամ միակ խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերություններում
Դա հենց Արցախն է, դե Արցախը այլևս չկար, վերադարձնենք այդ գերիներին, բայց ոչ, անհրաժեշտ էր իրենց պահել ուղիղ այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտություն ունենալ որոշակի նախընտրական բոնուսների։ Հարգելի ընկերներ, մենք պետք է, հարգելի հեռուստադիտողներ, մենք պետք է հասկանանք հետևյալը։ Իհարկե, այս պայդրությամբ Ադրբեջանը եւ Թուրքիան տարբեր տեսակի նախընտրական բոնուսներ են տալու Նիկոլ Փաշինյանին, փորձելու են ստեղծել նաեւ պատրանք նրա, որ ի շնորհիվ Թուրքիայի Ադրբեջանի հետ համագործակցության տնտեսական առումով, տնտեսական զարգացման առումով Հայաստանին շատ մեծ հեռանկարներ են սպասում, բայց տրամաբանությունը հուշում է հետեւյալը, որ գալու է մի պահ, երբ որ այս կարճաժամկետ օգուտներից օգտված Հայաստանը պետք է որոշակի առումով փոխհատուցի։ Իսկ այդ փոխհատուցումը ինչ տեսք պետք է ունենա։ Օրինակ Հական Ֆիդանը այսօր ասում էր, որ Թրիպը իրենք անցալում են Զանգեզուրի միջանց նախագծի շրջանակներում, Զանգեզուրի միջանց նախագծի մոտեցումները Թուրքիայում պայմանավորված են Ադրբեջանի մոտեցումներով, Ադրբեջանն էլ Զանգեզուրի միջանց կասվածի տակ ուզում է Հայաստանից այն նույն ֆորմատով գործող կոմունիկացիա, որով ժամանակին գործում էր Լաչինի միջանցք։ Այսինքն մենք հասկանում ենք, որ յետ ընտրական փուլում Հայաստանում քաղաքական փոփոխությունների բացակայության պայմաններում այդ նախընտրական բոնուսների համար մենք բոլորս պետք է վճարենք, լինի դա միջանցքով, տարածքով, թե այլ տիպի բարիքներով։ Մտածեք այդ մասին։ Դուք դիտում եք Alpha News Room-ը, շարունակում ենք թողարկումը ուղիղ եթերում։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է նաև պաշտոնյաներին բարձր պարգևավճար տալու նոր որոշման մասին։ Լրագրողները փորձել են պարզել, թե ըստ այդ նոր որոշման որքան է կազմելու վարչապետի աշխատավարձը։ Մի քանի անգամ հարցը կրկնելուց հետո ի վերջո Փաշինյանը պատասխանեց։ Ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, այսինքն ներդրվել է նոր ինստիտուտ, այդ ինստիտուտի ներդրումը ունի մի քանի նպատակներ։ Այդ նպատակներից առաջինը կառավարության գործունեությունը եւ նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ եւ սա նաեւ 2018 թվականից մեր որդեգրած զրո կոռուպցիա եւ զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ քաղաքականության գործնական շարունակությունն է, որովհետեւ մենք որդեգրել ենք ամբասիր եւ որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը։ Ես ինքս ինչ եմ պարգևատրել պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Այդ համակարգով 1.5 միլիոն դրամի վարձատրություն եմ ստացել։ Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն է ինձ հետ տաղավարում։ Լիլիա, բոլորովին վերջերս օրեր առաջ Իրանի նախագահ ներողություն, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ գործարք կնքող պետությունները, գործարք անող պետությունները 25% մաքսատուրք պետք է վճարեն։ Հայաստանի Հանրապետությունը արդյոք ռիսկային գոտում է եւ ինչ հնարավոր տնտեսական վնասների մասին է խոսքը այստեղ։ Ռիսկային գոտում այնքանով, որքանով որ այդ մաքսատուրքերը կկիրառվեն, իհարկե որոշակի ազդեցություն կլինի, բայց ասել, որ դա մեր տնտեսության համար կունենա մասսայական ազդեցություն, սխալ կլինի։ Իհարկե, բոլոր այն տնտեսվարողները, որոնք Միացյալ Նահանգների հետ առևտրատնտեսական ուղիղ հարաբերությունների ներքո են, կզգան դա։ Իհարկե, Հայաստանից Միացյալ Նահանգներ արտահանվող ապրանքների գնային առումով մրցունակությունը հարվածի ներքո կլինի, բայց նորից եմ կրկնում, դա մեր ընդհանուր տնտեսության վրա այսպես տեղային կլինի ավելի շատ ազդեցությունը, պայմանավորված հանգամանքով, որ Միացյալ Նահանգների հետ մեր առևտրաշրջանառությունը ընդհանուրի բավական փոքր մասն է, դրանով պայմանավորված։ Բայց այստեղ բավական հետաքրքիր հանգամանք կա Գառնիկ։ Միացյալ Նահանգների նախագահը իր պաշտոնավարման սկզբից եւ այդ մեկ անգամ չէ հայտնի նման օրինակ հայտարարություններով։ Ես չեմ պնդում, որ սա կլինի այդպիսիներից հերթականը, բայց եղել են հայտարարություններ ընդհանուր մինչեւ այլ ուղղություններում 100%-անոց մաքսատուրքերի, 30-50%-անոց մաքսատուրքերի, այո, այդ մաքսիմալիստական հայտարարությունները, որոնք հետագան որոշակի բանակցային տեղ են տալիս, փոխվում են եւ այլն։ Չի բացառվում, որ այս անգամ հաշվի առնելով այդ սրումը, լարվածության բավական բարձր մակարդակը իսկապես ի վերջո կիրառվի, բայց նաեւ չի բացառվում, որ
կամ այսպես ձևակերպենք, հա, առնվազն կա բավական մեծ աշխատանքի դաշտ Միացյալ Նահանգների գործընկերների հետ, նաև իրանյան գործընկերների հետ, խոսելու, ներկայացնելու Իրանի մեզ համար կենսական կարևորությունը եւ նշանակությունը։ Իդեպ հանգամանք, որի փորձը, դրական փորձը Հայաստանը ունեցել է։ Իսկ Հայաստանը ինչ է վաճառում Միացյալ Նահանգներին։ Ինչպես։ Ինչ է վաճառում Հայաստանը Միացյալ Նահանգներին։ Հայաստանը Միացյալ Նահանգներ հիմնականում արտահանում է թանկարժեք քարեր, ոսկեչական արտադրանք։ Դիվերսիֆիկացիան արտահանվող ապրանքների փոքր է, շատ փոքր ծավալով սննդամթերք կան, բայց ընդհանուր առմամբ առյուծի բաժինը հենց այդ թանկարժեք քարեր, ոսկյա զարդերին է։ 25%-ով ավելանալու է դրանց։ Բնականաբար նրանց գները կավելանան պայմանավորված այդ դրա համար եմ ասում, ինքը մրցակցային առումով կհայտնվի հարվածի ներքո, կլինի անշուշտ բացասական հետևանք, որևէ կերպ այդ բացասական հետևանքը, բայց դա մասսայական չի լինի։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների, Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը փոքր-ինչ ավելի դիվերսիֆիկացված է եւ ռազմավարական նշանակության տեսանկյունից իհարկե շատ ավելի կարեւոր, հաշվի առնելով էներգետիկ համագործակցությունը, էլեկտրաէներգիայի գազի դիմաց մասնավորապես եւ առաջին հերթին եւ առհասարակ Իրանի կարեւորությունն ու դերակատարությունը մեզ համար, եթե արդեն մենք այս խնդրի ներքո դիտարկելու լինենք հնարավոր ընտրության, հա, հարցը Իրան թե Միացյալ Նահանգներ։ Իրանի մեզ համար կարևորությունն ու դերակատարությունը կարծում եմ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ չի սկսվում կամ պայմանավորված չէ առաջին հերթին տնտեսական գործոնով։ Այդտեղ կա բարեկամական, դարավոր բարեկամության խնդիրը, կա կենսական նշանակության հանգամանքը, եթե անգամ միայն տնտեսական տեսանկյունից ենք նայում, Իրանը մեզ համար արտաքին շուկաներ դուրս գալու վստահելի, ուրեմն այլընտրանքային ուղղություն է։ Ավելի կարևոր, քան Վրաստանը։ Կարևորության խնդիրը չէ, խնդիրն այն է, որ Վրաստանի պարագայում օրինակ նույն ռելիեֆի եւ աշխարհագրության պայմանավորված շատ անգամներ լինում են խնդիրներ եւ դժվարություններ։ Եվ հաշվի առնելով, որ մենք այսօր ըստ էության ունենք առավելապես միայն վրացական ուղղությունը, Իրանի այլընտրանք լինելու հանգամանքի կարևորությունը իհարկե բազմապատկվում է։ Եվ երևի արդեն անցում կատարելով, հա, իմ հավելվածին, իրականում այս թեման ունի առնչություն այն ամենի հետ, ինչի մասին կխոսեմ, կամ այսպես ձևակերպեմ, այս թեման առիթներից մեկն է, եւս մեկ անգամ անդրադառնալու մեր արտաքին առևտրաշրջանառությանը եւ առավելապես շեշտադրելու դրա կառուցվածքին ըստ աշխարհագրության, ըստ երկրների։ Իսկ ավելի մանրամասն արդեն հաջորդ թիվ։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության թեման ուղղակիորեն թե անուղղակիորեն վերջին օրերին ակտուալացել է։ Մի կողմում Թրամփի կողմից Իրանի հետ առևտրային գործակցության մեջ գտնվելու պարագայում 25%-անոց մաքսատուրքերի վերաբերյալ հայտարարությունն է, մյուս կողմում կրկին ԵՄ, ԵԱՏՄ, Հայաստան այդ համագործակցության առևտրատնտեսական կապերի դիլեման, միաժամանակ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալով Եվրամիության ստանդարտներին ձգտելու թեման, խնդիր, հարց, որը ուղղակիորեն իհարկե առնչություն ունի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հետ։ Մենք այս երկու թեմաներին իր հնարավորությունների կամ մարտահրավերների վերլուծության իհարկե կանդրադառնանք եւ իհարկե նաեւ մեզ ուրեմն հնարավոր ձևաչափի թույլ տված հնարավորությունների համատեքստում, բայց իհարկե մինչ այդ առևտրաշրջանառության տվյալների մասին այդ թվում նաև որպես հիմք եւ փաստ այդ վերլուծություններն իրականացնելու համար։ Եվ այսպես 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով վերջին թարմ տվյալներով Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ընդհանուր առմամբ նվազել է 33.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ընդ որում արտահանումը կրճատվել է 46%-ով, ներմուծման անկումը կազմել է 27.4%-ով։ Անկումները պայմանավորված են բոլորին հայտնի վերարտահանման գործոնի չեզոքացմամբ, բայց հատկապես վերոնշյալ թեմաներին առավել շատ ազդեցություն եւ առնչություն ունի մեր երկրորդ պատկերը եւ դրանում ներառված տեղեկատվությունը իդեմս Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքին ըստ երկրների ըստ աշխարհագրության։ Եվ այսպես նույն ժամանակաշրջանում
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 38.2%-ը բաժին են գնում ԱՊՀ երկրների հետ մեր առևտրային փոխհարաբերություններին։ Այդ թվում 37.3%-ը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ մեր առևտուրն է եւ դրա ներքո միայն Ռուսաստանի Դաշնությանը բաժին են գնում մեր արտաքին առևտրի 35.5%-ը։ Եվրամիության մասնաբաժինն ընդհանուրի մեջ նույն ժամանակաշրջանում կազմել է 11.8%։ Այլ երկրներին, որի ցանկը բավական մեծ է, բաժին են գնում ընդհանուր առևտրաշրջանառության կեսը 50%-ը։ Ընդ որում այլ երկրների ցանկում ամենամեծ մասնաբաժինը այս ժամանակահատվածի համար ունի Չինաստանը 12.5% մասնաբաժնով, ապա Արաբական Միացյալ Էմիրությունները 9.4%-ով։ Իդեպ այս վերջին երկու երկրները կարծես թե դեռևս գտնվում են վերարտահանման, ազդեցության վերարտահանման էֆեկտների ներքո։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակաշրջանում փաստվում է եւս մեկ անգամ կամ առնվազն կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Հայաստանի թիվ 1 առևտրային գործընկերը։ Առաջատար եռյակը ամբողջացնում են Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։ Գալով արդեն Եվրասիական տնտեսական միություն, Եվրամիություն այդ եւ Հայաստանի հետ համագործակցություն առևտրատնտեսական հարցերով այդ թեմային միանգամից ի սկզբանե նշենք, որ դիվերսիֆիկացիան, այդ թվում մեզ համար կարևոր եվրոպական ուղղությունով իհարկե անհրաժեշտություն է։ Անհրաժեշտություն է հատկապես եւ մասնավորապես նույն եվրոպական ստանդարտներին անընդհատ ձգտելը, դրա ուղղությամբ գործողություններ քայլեր իրականացնելը հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստան-Եվրամիություն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքում, որպես այդպիսին Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցումը կարևորագույն խոչընդոտող հանգամանք է, կարևորագույն առանցքային գործոն է։ Բայց այդ համատեքստում, այդ խնդրի ներքո Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքի ուսումնասիրությունը այնուամենայնիվ ցույց է տալիս, որ մենք դեպի Եվրամիություն առևտրի հետ կապված զարգացման ձևակերպենք այսպես կայունության առնվազն դեռ չենք հասել։ Թեև վերջին ամիսներին, որոնց թվեր վիճակագրություն, որին մենք պարբերաբար անդրադառնում ենք, որոշակիորեն Եվրամիության հետ առևտրի վերականգնում կարծես թե նկատվել է, այդ թվում նաև դրա ներքո կա ազդեցությունը հանգամանքի, որ Ռուսաստանի Դաշնության հետ առևտուրն է կրճատվել, բայց այնուամենայնիվ վիճակագրորեն Եվրամիության հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մասնաբաժինը գոնե 2024 թվականի համեմատ որոշակիորեն աճել է, բայց օրինակ վերջին ամիսների համեմատությունը վիճակագրության ցույց է տալիս, որ մենք այդտեղ դեռ կայունություն չունենք։ Օրինակ հունվար-հոկտեմբերին Եվրամիությանը բաժին ընկնող առևտուրը ընդհանուրի մեջ, այսինքն Եվրամիության մասնաբաժինը կազմել է 12.2%, իսկ հա տեսնում ենք, որ հունվար-նոյեմբերին այդ ցուցանիշը կրկին նվազել է, կազմելով 11.8%, եւս մեկ անգամ շեշտելով, որ փաստորեն այդտեղ չունենք կայունություն։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից 25%-անոց մաքսատուրքերին, եթե անդրադառնալու լինենք դրա միայն բացառապես տնտեսական եւ առևտրային հատկապես ուրեմն գործոնին, ապա ասել, որ այդ հնարավոր մաքսատուրքերի կամ այդ սցենարի զարգացման պարագայում Հայաստանի տնտեսությունը կունենա մասսայական բացասական ազդեցություն, իհարկե սխալ կլինի։ Կլինի անշուշտ բացասական ազդեցություն, բայց դա այսպես ավելի կարելի է գնահատել որպես տեղային ազդեցություն եւ պայմանավորված առաջին հերթին հանգամանքով, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ առևտրաշրջանառությունը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ցուցանիշի ընդամենը 1.7%-ն է։ Իդեպ համեմատության համար նշենք, որ Իրանի հետ մեր արտաքին առևտրաշրջանառությունը ընդհանուրի 3.7%-ն է։ Հետևաբար այս իմաստով կարծես թե ազդեցության տեսանկյունից այն շատ մեծ եւ այսպես համատարած չի լինի։ Եվ իհարկե եւս մեկ անգամ նախ մի կողմից նշենք, որ սա չի նշանակում նսեմացում Միացյալ Նահանգների հետ առևտրային ուղղությանը, հատկապես որ առհասարակ արտաքին շուկաներ մեզ համար դուրս գալը բավական խնդրահարույց է, տասնամյակների աշխատանք եւ այլն, բայց այնուամենայնիվ Իրանի հետ մեր հարաբերությունները չեն պայմանավորվում բացառապես տնտեսական գործոնով, թեև միայն առևտրատնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այստեղ ազդեցությունը, դերակատարությունը եւ նշանակությունը գոնե այս պահի դրությամբ շատ ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգների հետ փոխադարձ առևտրի պարագայում է։ Շարունակում ենք թողարկումը, միանում ենք Լոս Անջելեսյան մեր տաղավար, Ռոբերտ, ինձ լսում ես։ Այո, Գառնիկ, լսում եմ։
Ինչ է կատարվում Իրան-Միացյալ Նահանգների հարաբերություններում Միացյալ Նահանգների տեսանկյունից, քանի որ այդտեղ ես։ Ինչ է գրում մամուլը, ինչ է սպասվում Իրանին, Թեհրանին ինչ է սպասվում, արդյոք կա հավանականություն հարձակման։ Հավանականություն հարձակման չկա, իհարկե, բայց իհարկե այստեղ պետք է նշել այն ԶԼՄ-ները, որոնք որ ցանկանում են, որպեսզի լինի հարձակում, անընդհատ կրակ են լցնում յուղ են լցնում կրակի վրա, անընդհատ այդ թեման բարձրացնում են, փորձում են ինչ-որ լուր դա դարձնել, բայց իրականում նման բան դժվար թե տեղի ունենա, որովհետև սա Մադուրոյի գործը չէ, սա Մադուրոյի հետ կապված իրավիճակը չէ, սա միանգամայն այլ աշխարհամաս է, սա միանգամայն այլ պետություն է, միանգամայն այլ մտածելակերպ է եւ այդ տեսանկյունից իհարկե Միացյալ Նահանգների ուղիղ ներգրավվածությունը Իրանի ներքին գործերի վրա, Իրանի վրա հարձակումը դիտարկել պետք չէ, որովհետև այստեղ բոլորը գրեթե միաբերան պնդում են, որ դեմ են լինելու Միացյալ Նահանգների ուղիղ հարձակմանը, ներխուժմանը Իրան, որովհետև դրա հավանությունը պետք է տա կոնգրեսը։ Բոլոր չինովնիկները, պետական չինովնիկները մասնավորապես զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ Տրամպին հենց այնպես չի հաջողվի դա անել, դա պետք է հաստատի կոնգրեսը, իսկ կոնգրեսում միանշանակ դեմ կլինեն, որովհետև Մադուրոյի հետ կապված վերջին դեպքերը եւս մեկ անգամ ապացուցում են, որ ոչ միշտ է դա ստացվում, ընդ որում Միացյալ Նահանգներ Իրան փոխհարաբերություններում մի փոքր նորից եմ նշում, սա լրիվ այլ իրողություն է, սա լրիվ այլ պետությունների միջև փոխհարաբերություններ են, Իրանը լրիվ այլ պետություն է եւ այդ տեսանկյունից իհարկե նման, այսպես ասենք, հաջողված եւ կայծակնային գրոհ, կայծակնային արդյունք ստանալ հնարավոր չի լինի Միացյալ Նահանգների կողմից եւ միևնույն ժամանակ պետք է նշել, որ դա այս պահին արդեն այդքան էլ ձեռնտու չէ, այդքան էլ անհրաժեշտ չէ, որովհետեւ արաբական պետությունների ներգրավվածության շնորհիվ մի փոքր նվազեցվեց լարվածությունը եւ դիվանագիտական որոշ գործողություններ իրականացնելուց հետո կարծես թե այս պահին մի փոքր հետ է մղվում ռազմական գործողությունների հեռանկարը, էսկալացիան մի փոքր նվազում է եւ հույս ունենանք, որ իրավիճակը չի լարվի, մանավանդ այստեղ Հայաստանի գործոնն էլ կա, ես առհասարակ այս հարց ուզում եի Բենյամինին տա, ուղղակի մեր եթերը սահմանափակ է, դա կպահեմ հաջորդ անգամ, եթե իհարկե այս իրավիճակը շարունակվի, հարցը ավելի շատ այս պահին հռետորական է, արդյոք մենք հաշվի չենք առնում այն հանգամանքը, որ թրիփի աշխատանքը եւ Միացյալ Նահանգների Իրան հարաբերությունները մենք հաշվի չենք առնում, որ ոչ այնքան սովորական հարաբերություններ են Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, բայց թրիփը ինչպես է պատրաստվում աշխատել այդ հատվածում։ Մեղմ ասած ոչ սովորական, այո։ Ինչպես միշտ հերթական ժողովրդական հարց է։ Այո, հետեւաբար մի փոքր բարդ է պատկերացնել այս բանը։ Ռոբերտ, Դոնալդ Թրամփը ամերիկյան փոկեր է խաղում։ Ինչու է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատուն հայտարարում ԱՄՆ քաղաքացիներին կոչ անում անհապաղ լքել Իրանը, անվտանգության պայմաններից ելնելով էլ խորհուրդ է տալիս օգտվել Հայաստանի կամ Թուրքիայի հետ ճանապարհներից։ Այսինքն Թրամփի մոտ կա ցանկություն, բայց այդ ցանկությունը բախվում է այդ չինովնիկների այլ ցանկությանը, թե պարզապես այս ամեն ինչը քաղաքական բլեֆ է։ Մամուլը ինչ է գրում, փորձագետները տեղի ինչ են։ Գուցե եւ այն, գիտես Գառնիկ, այսինքն այստեղ հետաքրքիր է, Տրամպը միշտ է հետաքրքիր խաղում, Տրամպի քաղաքականությունը միշտ է հետաքրքրություն եւ շատերի մոտ զարմանք, շատերի մոտ հիացմունք առաջացնում, թե ինչպես է նա կարողանում նժարի վրա պահել բոլոր կշռաքարերը եւ ամեն անգամ ինչ որ մի պատմություն է դառնում մի հայտարարություն իր մի հորդորը, բայց նորից եմ նշում երկուսն էլ, այսինքն Թրամփը փորձում է այնուամենայնիվ հասնել իր ուզածին, բայց քանի որ կա արգելք կոնգրեսի
տեսքով նա փորձում է այսպես արտահայտել իր կարծիքը եւ դուրս բերել իր քաղաքացիներին Իրանից, ընդ որում դա չի անում Ադրբեջանի տարածքով, դա ուզում է անել Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով, ու այստեղ նորից հիշվում է թրիփը, թրիփի կողմերից մեկն Ադրբեջանն եւ ոչ թե Թուրքիան, բայց միևնույն ժամանակ չենք մոռանում, որ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջև հարաբերությունները կարևոր են ՆԱՏՕ-ի շրջանակներում, իսկ Հայաստանն էլ մինչև բոլորովին վերջերս համարվում էր Իրանի համար բավական կարևոր եւ բարեկամ երկիր, բայց վերջին իրադարձությունները եւ այսօր Բենյամինի շատ ճիշտ դիտարկումները ստացվում են այնպես, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները կարող են փչանալ, այնպես որ այստեղ շատ լուրջ խաղ է գնում եւ մեծ խաղացողների հետագա քայլերը կանխատեսելը բավական բարդ է, մանավանդ Դոնալդ Տրամփի քայլերը կանխատեսելը բավական բարդ է, որտեղ ինքը ինքնին այդպիսին է, երբեք կանխատեսելի չէ Դոնալդ Տրամփը եւ ցանկացած պահի կարող է այնպիսի մի որոշում կայացնել, որը էականորեն կարող է փոխել ամեն ինչ աշխարհակաղակական քարտեզի վրա կամ ասենք չէ փոքր հատվածներում։ Հետևաբար եւ նա է անում Դոնալդ Տրամփը, այսինքն քաղաքական ինչ-որ քայլեր է անում եւ փորձում է շրջանցել կոնգրեսին եւ հասնել իր ուզածին։ Եվ կարծես թե իր կամքն է փորձում թելադրել Իրանի իշխանություններին, մասնավորապես Օվալաձև աշխատասենյակում ելույթ է ունեցել եւ ասել է, որ իրեն իբրև թե տեղեկացրել են հավանաբար, իբրև թե վերաբերվում է նրան, որ Իրանում ահապատիժները դադարեցվում են։ Խոսքը 1-2 հոգու մասին է, ցուցարարներից մի քանիսի մասին է, որոնց դեմ կարծես թե Իրանը առայժմ չի պատրաստվում մահապատիժ կիրառել, բայց դա ամենևին չի նշանակում, որ հետագայում չի կիրառի կամ առհասարակ մահապատիժները չեղարկել է։ Սա ինչպես հասկանալ։ Սա էլ է ինչ որ կամքի թելադրման դրսևորում, որը կարող է հետագայում ավելի ուժեղ ուրեմն դրսևորումներ ստանալ։ Ես գիտես Գառնիկ, ես չեմ կարծում, որ այս գործոնը այնքան էական նշանակություն ունի Դոնալդ Տրամփի եւ Միացյալ Նահանգների Իրան փոխհարաբերությունների համար, որովհետեւ ինքն էլ շատ լավ գիտի, որ ընդամենը 1-2 քաղաքացու մահապատիժ ենթարկելը, այսպես ինքնին չի նշանակում, որ Իրանում առհասարակ արգելվում են, սկսում են արգելել մահապատիժները, այսինքն դա այնքան պարզ է, որ Տրամփի նման նախագահը, Միացյալ Նահանգների նման երկրի նախագահը չի կարող նման այսպես կիսալուրին լուրջ վերաբերվել եւ անել նման աղմկարարույց հայտարարություն, որ նա չգիտի։ Ես շատ լավ հիշում եմ այն օրերը, երբ Դոնալդ Տրամփը համառորեն շփոթվում էր Հայաստանը Ալբանիայի հետ եւ բոլորն ասում էին այդ ինչպես է, որ կարողանում է Միացյալ Նահանգների նախագահը չտարբերել Ալբանիան եւ Հայաստանը, բայց դա բոլորիս համար էլ շատ պարզ է, որ ունի առնվազն իր աշխատակազմում մարդկանց Դոնալդ Տրամփը, ովքեր որ իրեն 1 կամ 2 անգամ ասել են, որ դա Ալբանիան չէ, դա Հայաստանն է, նույնն էլ այստեղ է, վստահաբար իրեն ասել են, բայց պետք է նման բան ասել, ուրեմն հենց դրա համար էլ ասել է Դոնալդ Տրամփը, նման հայտարարություն արել է։ Վստահ եմ, որ նա գիտի, որ ընդամենը 1-2-ով ոչինչ չի որոշվում, բայց պետք էր, որ այդպես ասեր, ուրեմն իրեն էր դա պետք, այսպես ասենք։ Իսրայելը ինչ դերակատարում կամ ձայնի ինչ իրավունք ունի Միացյալ Նահանգների վրա, Դոնալդ Տրամփի վրա, մասնավորապես Իրանի հարցում, քանի որ հենց նոր տեղեկատվություն ստացվեց, NYT-ն է հայտնում, New York Times-ը, Նեթանյահուն խնդրել է Դոնալդ Տրամփին առայժմ ռազմական գործողություններ չկիրառել Իրանի նկատմամբ։ Սա կարծես թե նաև ինչ-որ տեղ հեգնանք է։ Գուցե կարելի է ընկալել սա որպես հեգնանք, Գառնիկ, ես եմ ուզում ասել, որ սա երևի ավելի շատ հեգնական հայտարարություն կարելի է որակել, բայց միևնույն ժամանակ մենք նորից գալիս ենք այն մտքին, որ Միացյալ Նահանգները ինքն է իր որոշումները կայացնում, իհարկե Իսրայելի գործոնը շատ կարևոր է եւ մենք բոլորս ենք հասկանում, որ ցանկացած հարված, ուղիղ հարված Իրանի ուղղությամբ, ցանկացած ներգրավվածություն, ցանկացած ներգործություն Իրանի ներքին կամ արտաքին քաղաքականության վրա, ներխուժում Իրանի Իսլամական Հանրապետության տարածք կամ խառնվել Իրանի ներքին գործերին կարող է շատ լուրջ
հետևանքներ ունենալ ընդհանուր մինչև երրորդ համաշխարհային, որովհետև Իրանը միջուկային գերտերություն է։ Եկեք չմոռանանք, մենք անընդհատ խոսում ենք, որ Միացյալ Նահանգները կարող է այսպես հարվածել Իրանին եւ այլն ռազմական էսկալացիա, բայց միջուկային գերտերություն է Իրանը եւ այստեղ ցանկացած մեկ սխալ քայլ կարող է ընդհանրապես փոխել ամեն ինչ երկիր մոլորակի վրա եւ այդ տեսանկյունից Միացյալ Նահանգներն են զգուշանալու, Իսրայելն է զգուշանալու, բոլորն են զգուշանալու, որովհետեւ որ բարձրաձայն ասում ենք միջուկային գերտերություն, դա միայն թղթի վրա պետք չէ պատկերացնել։ Մենք հետևանքները որ պատկերացնենք միջուկային գերտերությանը հարվածելու տեսանկյունից, ինձ թվում է ամեն ինչ իր տեղը կընկնի։ Հետևաբար այստեղ մենք դեռ բավական հեռու ենք այն պահից, որ պետք է այսպես ռազմական էսկալացիայից խոսել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, Միացյալ Նահանգների ռազմական հարվածից եւ այլն։ Դա անելը նշանակում է ընդհանուր քաոս ստեղծել սկզբից մեր տարածաշրջանում, այնուհետև ամբողջ աշխարհում։ Եվ Ռոբերտ, ես գիտեմ, որ դուք հարցազրույց եք պատրաստել, մեր տեխնիկական անձնակազմի գործընկերները ինձ հուշում են, որ այն դեռ պատրաստ չէ։ Եթերը փոխանցում եմ քեզ, առաջարկում եմ սկսել ռեպորտաժից եւ լսում ենք քեզ։ Շնորհակալություն Գառնիկ, նախ եւ առաջ ես ցանկանում եմ նշել, որ մենք պատրաստել ենք հարցազրույց Մարինա Սամսոնի հետ, բայց դրա մասին խոսենք ավելի ուշ, իսկ մինչև այդ ես առաջարկում եմ դիտել ռեպորտաժ այն մասին, որ Alpha News-ի թիմը մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի տեխնացու Գևորգ Գրիգորյանի հետ հանդիպմանը, հայտարարվել է, որ նա լինելու է տեխնացու եւ եղել է հանդիպում ընկերների եւ շարքային գլենդելցիների հետ եւ այդ հանդիպման շրջանակում խոսվել են կարևոր խնդիրների մասին, որոնց առջեւ բախվել է Գլենդել քաղաքը։ Միացյալ Նահանգների ամենահայաշատ քաղաքում կան խնդիրներ, որոնց լուծումը տեսնում է Գևորգ Գրիգորյանը, գլխավոր խնդիրը իհարկե անվտանգությունն է, բացի դրանից կա խնդիր շինթույլտվությունների հետ, Գևորգ Գրիգորյանը նշեց, որ շինթույլտվությունների դանդաղ տրամադրման պատճառով մի շարք բիզնես գործունեություններ Գլենդելում դադարեցվում են, մարդիկ ովքեր որ ունեն գումարներ ցանկանում են ներդրում իրականացնել եւ բիզնես իրականացնել Գլենդելում, ստիպված հեռանում են Գլենդելից եւ գնում են այլ քաղաքներ, այնտեղ ավելի արագ է ամեն ինչ տեղի ունենում։ Այդ եւ մի շարք այլ հարցերի մասին Գևորգ Գրիգորյանը խոսել է մեզ հետ, առաջարկում եմ դիտել ռեպորտաժը, որից հետո կշարունակենք։ Ապահովությունն է Գլենդելի, որը որ քչացել է։ Մենք ստատիստիկայով մինչ այսօր լսում ենք Գլենդելը ամենաապահով քաղաքներից մեկն է, բայց եկեք ռեալ նայենք փաստերին։ Կենտրոնական հատվածում Գլենդելի մենք բազում ոստիկաններ ենք տեսնում։ Իսկ երբ որ բարձրանում ենք ավելի հյուսիսային հատված, որտեղ որ առանձնատներն են, ոստիկաններին շատ հազվադեպ ենք մենք հանդիպում, իսկ գողությունները եւ հանցագործությունները ավելի շատ կատարվում են առանձնատներում։ Շնորհակալ եմ Ռոբերտ հետաքրքիր ռեպորտաժի համար։ Մեր տեխնիկական անձնակազմը ինձ հուշեց, որ Միացյալ Նահանգներում պատրաստած ձեր հարցազրույցը դեռ չի հասել մեր երևանյան խմբագրություն։ Հիշեցնեմ, որ Լոս Անջելեսյան տաղավարից ինձ հետ աշխատում էր Ռոբերտ Գասպարյանը, երևանյան տաղավարից Բենյամին Մաթևոսյանը եւ Լիլիա Ամիրխանյանը, ես Գառնիկ Զաքարյանն եմ։ Իսկ դուք շարունակեք շոշափել համահայկական զարկերակը համահայկական լրատվական ցանցի միջոցով։ Alpha News-ի 2026 թվականի նոր եթերաշրջանում
Բարի երեկո։ Ուղիղ Դուք դիտում եք Wi-Fi News-ը։ Լրատվական թողարկումներ 14:00-ին, 17:00-ին եւ ամփոփիչ 21:00-ին։ Նոր նախագծեր, հաղորդումներ եւ ձևաչափեր։ Alpha Media կենտրոնը կշարունակի ծառայել որպես հարթակ ասուլիսների, մասնագիտական դասընթացների եւ հանրային քննարկումների համար, նպաստելով մեդիայի եւ հասարակության միջև բաց երկխոսությանը։ Երևանի, Մոսկվայի, Լոս Անջելեսի խմբագրությունները եւ մեր մյուս թղթակցական կետերը աշխարհով մեկ կշարունակեն լուսաբանել հայաստանյան եւ միջազգային զարգացումները։ Ուշադրության կիզակետում պահելով մարզային խնդիրները ու այն թեմաները, որոնք հաճախ դուրս են մնում հիմնական ուշադրությունից։ Ավելի շատ լրատվություն եւ ավելի շատ նոր նախագծեր նոր եթերաշրջանում։ Շարունակեք հետևել մեզ տեղեկացված լինելու համար։ 24 ժամ, շաբաթական 7 օր, Ucom, Ovio 50-րդ կոճակի տակ, նաև Alpha News-ի համացանցային բոլոր հարթակներում։